Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր ապրիլի 16։ Երեխային կրթիր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, եւ նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։ Առակաց 22-րդ գլուխ 6-րդ խոսք։ Լավ է հավատքի առաջնորդվել վաղ տարիքից։ Զավակները կարող են օրհնվել իրենց ծնողների հանդեպ սիրուց ելնելով։ Հովհաննես առաքյալին մեծ ուրախություն պատճառեց տեսնել, թե ինչպես են զավակները քայլում իրենց ծնողների հետքերով, եւ հավանաբար իրենց հերթին պիտի հաստատեն ավետարանը իրենց ժամանակին։ Թող Աստված ավելի ու ավելի օրհնի այդպիսի ընտանիքները եւ բարձրացնի շատերին, որ ընդօրինակեն նրանց։ Որքան մեծ է այս հակադրությունը նրանց հետ, ովքեր իրենց զավակների մեջ սերմանում են աթեիզմ, անհավատություն եւ արատ։ Մեր ուղին ճշմարիտ է եւ մեր վարքը ճիշտ, երբ մենք հետևում ենք Աստծո խոսքին, որքան լավ է հավատքի մեջ դաստիարակվել վաղ տարիքից։ Չնայած հավատքը չպետք է հիմնված լինի կրթության վրա, սակայն կրթությունը կարող է եւ հաճախ էլ օրհնություն է եւ ծառայում է որպես երիտասարդության վարակի դեմ զորացնելու միջոց։ Հետևաբար, թող երիտասարդ ճանապարհորդները սովորեն իրենց հավատքը տանել իրենց հետ եւ չթողնել այն տանը, չընդունել այցելած երկրների չար սովորությունները։ Կարելի է նաև նկատել, որ երբեմն նախասահմանվածությունը ուղիղ գծով է ընթանում։ Հովհաննեսի 2-րդ թղթում մենք ունենք ընտրյալ կնոջ եւ նրա ընտրյալ զավակներին։ Զավակները կարող են օրհնվել իրենց ծնողների համար, բայց երկուսն էլ ազատ շնորհի հիման վրա են։ Առաքյալի այս ուրախությունից կարող ենք նկատել, թե որքան հաճելի է տեսնել, երբ զավակները քայլում են իրենց հավատքի ճանապարհով քայլող ծնողների հետքերով, եւ նրանք, ովքեր տեսնում են դա, կարող են իրավամբ շնորհավորել նրանց ծնողներին, թե նրանց մեջ երախտագիտություն արթնացնելու Աստծո հանդեպ, եւ թե նրանց մխիթարությունը ընդարձակելու այդքան մեծ օրհնության մեջ, որքան երջանիկ էր այդ կինը, որ զավակներ ուներ երկնքի եւ Աստծո համար։